Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ UNICEF-ը և հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում են։ Այն պահից, երբ որ ծնողը անընդհատ պահանջատեր է լինում դպրոցից, երեխայի մոտ կարող է ձևավորվել հակառակ կարծիք դպրոցի հանդեպ, ուսուցչի, ինչ-որ միտեղ կորցնել վստահությունը, այսինքն անընդհատ պահանջատեր չպետք է լինել, այլ պետք է փորձել համագործակցել ուսուցչի հետ։ Ժամանակակից հաջողված ուսուցիչ լինելու համար կարծում եմ, որ առաջին հերթին անհրաժեշտ է ոչ միայն լավ մասնագետ լինել, այլև լավ մանկավար եւ աշակերտին դիտարկել ոչ միայն սեփական առարկայի պրիզմայով, այլև դիտարկել որպես անհատականություն։ Շատ հաճախ հարկ է լինում երեխային հիշեցնելու, որ նա նույնքան պատասխանատու է իր ուսման համար, նույնքան պատասխանատու է իր դասապրոցեսի ճիշտ կազմակերպման համար եւ նույնքան պատասխանատու է դպրոցում եղած աշակերտների հետ եղած իր խնդիրների եւ հարցերի համար։ Դպրոցահասակ երեխայի վարքը դեպի ուսուցիչը գալիս է տնից, այսինքն տանը պետք է ներկայացնեն, որ ուսուցիչը մարդ է, ով աշխատում է շատ երեխաների հետ եւ նա հարգանքի արժանի առաջին հերթին։ Դեռևս ոչ հեռավոր անցյալում ուսուցիչ-աշակերտ ծնող հարաբերություններում թվում էր անհնար էին շեղումներ կամ իմպրովիզներ։ Ուսուցիչը պետք է լիներ այսպիսին, աշակերտն այնպիսին, իսկ ծնողը պետք է աշխատեր երեխայի հետ, օգներ կատարել տնային առաջադրանքները, չբացակայեր ծնողական ժողովներից եւ այլն։ Եթե դուք դպրոցականի ծնող եք, ապա հաստատ գիտեք, որ այսօր ամեն բան այդքան էլ միանշանակ չէ։ Ինչն էլ իր հերթին դառնում է անհանդուրժողականության եւ տարաբնույթ կոնֆլիկտների պատճառ։ Ինչպես առողջ կապ ստեղծել ծնողի ու դպրոցի միջև, ինչպես օգնել դժվարությունների բախվող աշակերտներին, ծնողներին եւ ուսուցիչներին։ Այս ու հարակից այլ հարցեր կքննարկենք այսօրվա ծնողական ժողովում։ Բարև ձեզ հարգելի ծնողներ, շնորհակալություն, որ ժամանակ եք գտել մասնակցելու այս կարևոր քննարկմանը։ Քանի որ բարդ բազմաշերտ հարաբերություններ են, մենք փորձելու ենք առանձին դիտարկել բոլոր դերակատարներին։ Հիմա եկեք խոսենք ուսուցիչների մասին ու հետաքրքիր է ձեր դիտարկումը։ Ինչ է անում կամ չի անում ուսուցիչը, որը առավել հաճախ հանգեցնում է կոնֆլիկտային իրավիճակի, Աննա, խնդրեմ։ Կարծում եմ ուսուցիչը ավելի քիչ է աշխատում մոտիվացնելու երեխաներին, որը եւ ազդում է ուսուցման վրա։ Կարծում եմ պետք է մի քիչ մեր ուսուցիչները այդ մոտիվացիայի վրա աշխատեն։ Ավելի շատ գնում ենք դեպի անհատական վերաբերմունք։ Անհատական վերաբերմունք ավելի շատ, որովհետեւ ժամանակակից երեխային կարծում եմ դա ավելի հոգեհարազատ է։ Ես որպես ուսուցիչ փորձում եմ գտնել այն հաջողության բանալին, որով պիտի բացեմ իմ աշակերտների սրտերը։ Եվ դրանցից մի քանիսը դա այն անհատական մոտեցումն է, այն 2 րոպեն է, որ ես լրացուցիչ պիտի տրամադրեմ խոսելու համար իմ աշակերտի հետ, անհատական մոտեցում ասածը կարող է ընդամենը այդ 2 րոպեն լինի այդ շփումը, բայց ինքը հիշի եւ այդ 2 րոպեն մի ամբողջ ուսումնական տարի իր ազդեցությունը ունենա։ Կամ մեկ այլ երևույթ, ընդհանուր սպասելիքներ բոլորից։ Երբ ուսուցիչն ակնկալում է, որ իր առարկայի հանդեպ բոլորը պիտի ունենան հավասար վերաբերմունք, հետաքրքրություն եւ առաջադիմություն։ Սա կարող է բերել կոնֆլիկտի, թե մոտիվացիայի տեսակ է, ինչ եք կարծում։ Ես ինքս լինելով մի կողմից ծնող, մյուս կողմից մանկավար, այն էլ մաթեմատիկայի ուսուցչուհի, կարող եմ հստակ ասել, որ մաթեմատիկան ոչ բոլորի համար է։ Եվ ուսուցիչը մտնելով դասարան պետք է հստակ իմանա, որ ցանկացած առարկա ոչ բոլորին է հասու։ Մի առարկան կարող է երեխայի մոտ շատ լավ ստացվել, մյուսը ոչ այնքան, ու եթե ուսուցիչը ընդհանուր սպասելիքներ ունի դասարանում ու կարծում է, որ բոլորը պետք է իր առարկան
լավ սովորեն, իր առարկան սիրեն, դա միանշանակ կարող է բերել ընդհանուր դասարանական կոնֆլիկտի, որովհետև ցանկացած աշակերտ նայելով ուսուցիչին, բարձ հասկանում է, թե ուսուցիչը ինչպես է վերաբերվում իրեն, ու դա շատ մեծ ազդեցություն է ունենում, արդյոք աշակերտը կսիրի այդ առարկան, թե ոչ։ Հիշեցնեմ, մենք քննարկում ենք իրավիճակներ, որոնք կարող են հանգեցնել կոնֆլիկտի։ Եվս մեկ տարածված իրավիճակ կա, երբ ծնողական ժողովում երեխային հրապարակայնորեն քննադատում են, նրա անհաջողությունների մասին խոսում են մյուս ծնողների մոտ։ Հիմա կարծում եմ դա անցել է նաև ծնողական չաթերի, չէ, քննարկման դաշտ, որտեղ ուսուցիչը հնարավոր է, որ գրի, որ գիտեք, ձեր երեխան այսօր չէր եկել դպրոց, շատ վատ իրեն պահեց, տնայինը չէր արել, եւ դրա մասին իմանան բոլորը։ Սա կբերի կոնֆլիկտի անկասկած։ Հանդիպել եք նման իրավիճակների։ Երկու բալիկ ունեմ, որոնք որ հաճախում են դպրոց ու այս փորձառության ընթացքում նման դեպք չենք ունեցել, քանի որ այսօրվա մեր ուսուցիչները շատ լավ գիտակցում են, որ հրապարակայնորեն ինչ որ երեխայի մասին կամ թերագնահատելը կամ ինչ որ բան ասելը մնացածի ներկայությամբ կլինեն ծնողները թե դասարանը, դա ճիշտ չի, որովհետև նախ-առաջին հերթին ազդում է երեխայի հոգեբանության վրա, երկրորդ հերթին որպես ծնող ես էլ բավականին դա չի ընդունի ու կտեղեկացնեի անմիջապես ուսուցչին, որ այդպես ճիշտ չի ու հիմնականում նման կոնֆլիկտ չեմ ունեցել։ Մենք հասկանում ենք, որ ուսուցիչը մարդ է, ունի հույզեր, համակրանք եւ հակակրանք։ Ինչպես ուսուցիչը կարողանա վերաբերվել բոլորին այնպես, որ մոտիվացիա առաջանա բոլորի մոտ, անկախ ուսուցչի համակրանքներից ու հակակրանքներից։ Կա մի գաղտնիք, որ եթե աշակերտը ուսուցչին չի համակրում եւ չի հետաքրքրվում նաեւ իր առարկայով։ Դրա համար ուսուցիչը առաջին հերթին միգուցե այսպես կոպիտ թվա, բայց պիտի սիրել տա իրեն իր անձը, լինի հետաքրքիր որպես անհատականություն եւ իրենով տանի իր մասնագիտական դաշտ դեպի իր առարկա։ Հավանաբար բոլորս էլ հիշում ենք մեր ծնողների պատմություններն իրենց ուսուցիչների մասին։ Դրանցում կարմիր գծով անցնում էր համոզմունքը, որ ուսուցիչները վերերկրային էակներ են, նրանք նույնիսկ հաց չեն ուտում։ Միանգամից խոստովանենք, այսօր մանկավարժների ու կարծես թե ոչ մեկի մասին նման առասպելներ չեն հյուսվում։ Ոմանք մեր ծնողների վերաբերմունքն իրենց ուսուցիչների նկատմամբ համարում են ծայրահեղական։ Չեմ վիճի։ Փոխարենը կառաջարկեմ քննարկել մեր երեխաների վերաբերմունքն իրենց ուսուցիչներին։ Դրանում նույնպես կան ծայրահեղություններ։ Հիմա գալիս ենք այս փոխհարաբերությունների երկրորդ կողմին, երեխաներին, աշակերտներին։ Ինչ եք նկատում դպրոցահասակների մոտ, ինչ վարքագիծ, ինչ մոտեցումներ, ինչ դրսևորումներ, որոնք կարող են կոնֆլիկտային իրադրության բերել դպրոցում ուսուցչի հետ։ Խնդրեմ։ Ունենալով երկու դպրոցահասակ երեխա, կարծում եմ, որ կոնֆլիկտի կբերի անտարբերություն առարկայի հանդեպ, ոգևորվածության պակասը, բոլոր ուսուցիչները ցանկանում են, որ աշակերտները հետաքրքրված լինեն իրենց առարկայով, բայց ժամանակակից երեխան, եթե իրեն հետաքրքիր չի այդ առարկան, չգիտեմ դա ուսուցչից է գալիս, թե զուտ իր հետաքրքրությունների սահմաններում չի, ինքը կարող է վատ վարք դրսևորել դասապրոցեսի ընթացքում, ուսուցչի հանդեպ, կարծում եմ դա կա մեր դպրոցներում։ Այսօր երեխաները նաև կարող են ինչ-որ իրավիճակներում ուսուցչի հետ վիճաբանության բռնվել, պատասխանել, հավասարը հավասարին, այնինչ մենք չէինք պատկերացնում, որ հնարավոր է, հիմա տեղի է ունենում, ճիշտ եմ հասկանում։ Երեխային զսպել ու բացատրել, որ նա սխալ է, չենք կարող։ Երեխան երբեմն պնդում է, որ ինքը պետք է ուսուցչին բացատրի, ապացուցի, նման իրավիճակներ տեսնում եք։ Ես շատ ուրախ եմ այդ փաստից, որ այսօր երեխաները իրենք շատ հստակ գիտեն իրենք ինչ են ուզում ու եթե ինչ-որ միտեղ միգուցե ուսուցիչը չի հասկացել կամ չի այդ պահին ըմբռնել երեխան ինչ է ցանկանում, ես կողմ եմ, որ երեխան միանշանակ պահանջի եւ ասի այն, ինչ որ ինքը ցանկանում է։ Ու դա պետք է անի ոչ թե, ասենք, վիճաբանելով կամ ինչ-որ դեպ, այլ պարզապես ուսուցչին իր ընկերը համարելով, այսինքն ուսուցիչն է պետք է դրան պատրաստ լինի, պետք է ընդունի, որ երեխան էլ կարող է իր կարծիքը ասել, կապ չունի այդ պահին սխալ է ինքը թե ճիշտ, ինքը պետք է ընդունի, որ երեխան ուզում է արտահայտվել ու ամեն դեպքում իրեն պետք է լսել։ Ես հետ եմ նայում ու հիշում իմ դպրոցական տարիները, թե որքան կոմպլեքսներով ենք մենք մեծացել,
ու այդ բարդույթները մեր մեջ շատ ժամանակ սերմանել են նաև ցավոք սրտի ուսուցիչները, որովհետև մենք չենք ունեցել այդ խոսքի ազատությունը։ Ես հիշում եմ, երբ սովորում էի 3-րդ, 4-րդ դասարանում, մենք ունեինք ուսուցչուհի, ով ցուցափայտով հարվածում էր մեր ձեռքերին, եթե մենք մեր ձեռքերը չէինք դնում սեղանի վրա, այլ դնում էինք մեր ծնկներին կամ սեղանից իջեցնում էինք ներքև։ Բարեբախտաբար այդ ուսուցչուհին շատ կարճ ժամանակ աշխատեց դպրոցում ու ես մտածում եմ, որ 3-րդ, 4-րդ դասարանի աշակերտը հասուն կյանք քիչ հիշողություններ է տանում ու ինչու պետք է դրական հիշողությունների փոխարեն դու քեզ հետ դեպի հասուն կյանք տանես նաև այդ ցավալի հիշողությունները։ Դրա համար հիմա շատ դրական եմ նայում այն հանգամանքին, որ այս սերնդի աշակերտները թույլ չեն տա ուսուցչի կողմից նման վերաբերմունք։ Ու այն ինչ շատերը որակավորում են հարգանքի բացակայություն ուսուցչի հանդեպ, ես կասեի, որ դա հարգանքի բացակայություն չէ, դա սեփական եսը սիրելու, արժևորելու շատ դրական կարողություն է ու իսկապես շատ լավ է, որ երեխաները, այս սերնդի երեխաները կարողանում են ինքնապաշտպանվել, իրենց կարծիքը հստակ արտահայտել, հստակ բանավեճի մեջ մտնել ուսուցչի հետ ու շատ ժամանակ այդ առողջ բանավեճից հետո աշակերտը եւ ուսուցիչը իրար շատ ավելի են սկսում սիրել։ Մոտավորապես նույն հարցադրումներով դիմել ենք մեր երկրի մեծ ու փոքր քաղաքներում ու գյուղերում ապրող մարդկանց։ Ինչն է պակասում այսօր աշակերտներին ուսուցիչների հետ պատշաճ հարաբերություններ ունենալու համար։ Ինչ կարող է ու պետք է անի ուսուցիչը, որն է ծնողի դերը աշակերտ-ուսուցիչ հարաբերություններում։ Հարցվողներից յուրաքանչյուրին խնդրել ենք առանձնացնել միայն մեկ կետ։ Դաստիարակություն։ Ես ուսուցչուհի եմ։ Երևի թե ընտանիքում ճիշտ դաստիարակությունը, այսինքն հիմա փոխվել է ամեն ինչ շատ, այն ժամանակ ուսուցիչներին ավելի շատ հարգանք էին տալի, չգիտեմ, ավելի շատ տանը, ավելի ուրիշ ձև էին, իսկ հիմա հարգանք, երեխաների կողմից հարգանք։ Սիրալիր լինեն իրար հետ, ուրիշ ընդեղ բան չկա։ Փոխադարձ հարգանք։ Ավելի շատ երևի ծնողների կողմից ասենք խորհուրդ է էլի։ Ընտանիքի դաստիարակություն։ Մի քիչ ընտանիքի միջամտությունը, հարգանք, դաստիարակություն, ընտանեկան դաստիարակություն։ Առաջինը պետքա հենց լինի մանկավարժ եւ նաեւ մանկավարժ բացի կրթությունից, մանկավարժական կրթությունից պետքա երեխաներին հոգեբանորեն հասկանա։ Ուսուցիչների մի փոքր ավելի ընկերական վիճակ է պակասում, որպեսզի երեխաները ինչ որ կաշկանդված չլինեն, հանգիստ արտահայտեն իրենց կարծիքը։ Մի քիչ ավելի շատ պետք է որ ոչ թե դասատու լինել, այլ ընկեր լինել երեխաների հետ։ Ուսուցիչը նախ պետք է հասկանա, որ աշակերտը մարդ է, որը ունի սկզբունքներ։ Առաջին հերթին պետքա տիրապետի այն հոգեբանական, ոնց ասեմ, միջոցներին, որով որ կարելի է լեզու գտնել երեխաների հետ, բարիդրացիական հարաբերություններ կարգավորելու համար։ Պետք է ցուցաբերի առաջին հերթին հոգեբանություն, նոր հետո մանկավարժություն։ Համբերատար լինի երեխաների նկատմամբ ու սիրի երեխաներին։ Հոգեբանորեն պետք է հասկանա ավելի շատ աշակերտին։ Եվ ծնողը, եւ աշակերտը, եւ ուսուցիչը միասին փոխկապակցված պիտի աշխատեն, որպեսզի արդյունքի հասնեն։ Սովորացնեմ, որ պիտի ինքը լինի ընկերասեր ու չփորձի տարբերվել մյուսներից իր կարելի ասել ֆինանսական կարգավիճակով ու մնացած այլ հարցերով պետք է բոլորը հավասար լինեն ու այդ ընտանիքից գա։ Հետևեն ամեն ինչին։ Այսօր պայմաններն են ցա, որ քիչ դժվար է, առաջվանները չի էլի։ Առաջին ընտանեկան դաստիարակություն ստանալու դեպքում դպրոցում երեխան չի կարող առանց վարքի լինել։ Վարքը նորմալ կլինի։ Երևի չտրամադրի իր երեխային ուսուցչի դեմ։ Սովորեցնել գնահատել ուսուցչի աշխատանքը։ Ընտանիքում պետք է հստակ դրվի, որ ուսուցչի մասնագիտությունը դա շատ կարևոր մասնագիտություն է եւ ուսուցչին պետք է հարգել։
Այսօրվա աշակերտը առաջվանը չէ։ Հենց այս պնդումով եմ ցանկանում սկսել զրույցը հոկեբան Լիլիթ Չոբանյանի հետ։ Բարև ձեզ Լիլիթ, շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը։ Բարև ձեզ, ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար։ Խնդրում եմ ձեզ օգնեք ծնողներին եւ մանկավարժներին ձևակերպելով սկզբունքներ եւ առաջնահերթություններ, որոնք պետք է միշտ մտքում ունենալ կոնֆլիկտային իրավիճակներ չստեղծելու, չառաջացնելու համար ուսուցչի եւ աշակերտի հարաբերություններում։ Երևի առաջին հերթին միշտ հիշել, որ մեծահասակը իրենք են։ Եվ այդ հարաբերության որակի պատասխանատուն ինչ որ իմաստով իրենք են։ Եվ իհարկե կենտրոնանալ նպատակի վրա։ Որն է մեր նպատակը։ Եթե ծնող ուսուցիչ հարաբերություն ստացված է, մեծ մասամբ երեխային հնարավոր է բերել դաշտ, ստեղծել առողջ հարաբերություններ, կառուցողական հարաբերություններ ու ունենալ արդյունավետ, իրացված, ինքնառեալիզացված երեխա։ Մենք պիտի կարծում եմ կենտրոնանանք մեր նպատակի վրա։ Օգնել երեխային հնարավորինս արդյունավետ լինել այն դերում, որ ինքը կա։ Բնական է, որ ցանկացած կոնֆլիկտից խուսափելու համար կարևոր է առողջ, հանգիստ, գրագետ հաղորդակցումը։ Փորձենք հասկանալ, թե ծնողների եւ դպրոցի միջև կապը ինչու է կարևոր եւ ինչպես կարող ենք կառուցել ճիշտ կապ։ Ծնող-դպրոց համագործակցությունը միշտ հնարավորություն է տալիս այն կետերը, որոնք մենք համարում ենք կամ զգում ենք որպես խոցելի, քննարկել եւ ունենալ միևնույն մոտեցումը երևույթի նկատմամբ, որպեսզի մեզանից ամեն մեկը չփորձի պաշտպանվել, իրեն դնի պաշտպանվողի դերում, հա, եւ ծնողը եւ ուսուցիչը կամ հակառակը հարցակվողի կարգավիճակով որևէ մեկը չլինի, այլ մենք էլի կենտրոնանալով մեր նպատակի վրա փորձենք միասին հասկանալ ինչու երեխան օրինակ ունեցավ այս խնդիրը։ Ենթադրենք ինչու հետաքրքրված չի առարկայով, կամ ինչու դասընկերոջ հետ ունեցավ այս բարդությունը, կամ ինչու դասանում ընդունված չի։ Երբ որ մենք ունենում ենք համագործակցության նպատակ, երբ որ ծնողը ի սկզբանե զինված չի գնում դպրոց եւ ուսուցիչն էլ զինված չի ընդունում այդ ծնողին, այլ փորձում են հասկանալ ինչպես օգնեն երեխային, որտեվ իսկապես երկուսի համար էլ պիտի առաջնայինը լինի երեխային օգնելը, որովհետեւ չկան վատ երեխաներ, կան երեխաներ, ում համար վատ է։ Ծնող դպրոց կապի մասին առաջարկում եմ շարունակենք զրուցել հենց ծնողների հետ։ Համեցեք։ Շատ հաճախ կոնֆլիկտներ առաջացնում են մեր ընտրած խոսքերն ու ձևակերպումները, որ մենք կիրառում ենք դպրոցի ուսուցչի հետ հարաբերվելիս։ Մենք առանձնացրել ենք ձևակերպումներ, որ մեր կարծիքով հաճախ են հնչում ծնողների կողմից։ Ես բաժանում եմ ձեզ ծրարները, խնդրում եմ ընթերցեք, հետո բարձրաձայն կներկայացնեք դրանք, փորձենք հասկանալ նման ձևակերպումները արդյոք ընդունելի են կամ ինչ բառամթերքով կփոխարինեիք ինքներդ, եթե հայտնվեիք նման իրավիճակում։ Ու նաև կլսենք հոկեբանի մեկնաբանությունը հասկանալու համար, թե որն է ավելի կառուցողական հաղորդակցության ձևը։ Խնդրում եմ ծանոթացեք ծրարներին եւ սկսենք։ Աննա, խնդրում եմ սկսենք։ Ես գիտեմ ում եւ ուր դիմել, եթե դուք չլուծեք այդ հարցը։ Կարծում եմ այս ձևակերպումը շատ սխալ է։ Ես կփորձեմ ձևակերպել այսպես. ես գիտեմ, որ մենք միասին աշխատելով կլուծենք այդ հարցը։ Սպառնալիք է իր մեջ պարունակում, ու հասկանալի է, որ սա կառուցողական եղանակ չէ։ Եղել են իրավիճակներ, երբ ձեր ճանաչած ծնողները փորձել են դպրոցին սպառնալ նման կերպով։ Շատ են եղել այսպիսի իրավիճակներ ու կարծում եմ այդ սպառնալիքով ոչ մի լավ արդյունքի չեն հասնի։ Երկխոսությունը միշտ կարևոր է սկսել կառուցողական կետից, ոչ թե կոնֆլիկտային կետից։ Երբ որ կոնֆլիկտային կետում մենք միանգամից դիմացինի սխալները, թերությունները, բաց թողումներն ենք շեշտադրում, ինքը միշտ զրույց ստանում է դեպի փակուղի, որովհետև հակառակ կողմը ամենայն հավանականությամբ կգնա պաշտպանվելու դիրք։ Եվ ինքը կսկսի պաշտպանվել, բայց երբ որ մենք փորձում ենք զրույցը տանել դեպի կառուցողական, անդրադառնալով սեփական զգացողություններին, օրինակ, որ ես ունեմ անզորության զգացում, երբ որ նման ձևով եք դուք արձագանքումից կամ զգում եմ փակուղի, երբ որ չեմ զգում ձեր աջակցություն, խնդրում եմ օգնել այս հարցում, որովհետև ինքս ունեմ օրինակ դժվարություն սեփական երեխայիս հետ եւ ձեր գիտելիքները, փորձառությունը ինձ կարող են օգնել։ Կամ հակառակը, երբ որ ուսուցիչն է նույն ձևով զանգում եւ ասում, գիտեք, ես ձեր օգնության կարիք ունեմ։ Կօգնեք ինձ հասկանալ, ինչ կողմից մոտենամ ձեր երեխային, որպեսզի մեր մոտ կառուցողական ստացվի մեր աշխատանքը համատեղ։ Այս դեպքում հաճախ արդյունավետ է լինում։ Եվս մեկ ձևակերպում, հաղորդագրություն։
Իհարկե ես շատ բարձր եմ գնահատում ձեր աշխատանքը, բայց զգում եմ, որ իմ երեխայի հանդեպ պակաս ուշադիր եք։ Եթե ծնողը ինձ հետ այսպես խոսի, ես միանշանակ ինձ համար շատ հաճելի է, որ ծնողը բարձր է գնահատում ուսուցչի աշխատանքը եւ փորձում է համագործակից լինել ու նկատել է, զգացել է, որ իր երեխայի հանդեպ տվյալ ուսուցիչը պակաս ուշադիր է, միգուցե պակաս սիրալիր է, նորմալ է։ Ուսուցիչները օրական շփվում են 100-ից ավել տարբեր աշակերտների հետ, ովքեր տարբեր ընտանիքներից են, տարբեր անհատականություններ են եւ շատ հնարավոր է, որ ուսուցիչը պարզապես չի հասցրել իր դիտակետում ունենալ տվյալ աշակերտին։ Ես շնորհակալ կլինեմ, որ ծնողը կիսվի իր կարծիքով եւ պատմի իր զգացողությունների մասին, որտեղ է զգացել, ինչ հարցում, միգուցե այդպես ես ավելի թիրախային կարողանամ օգտակար լինել, որպեսզի իր երեխան շատ ավելի հաճելի կրթական մթնոլորտում անցկացնի իր օրը դպրոցում։ Մեր հյուրը շատ լավ ձևակերպեց։ Ուղղակի մի կարևոր մաս կա, որ մենք պիտի նաև դպրոցի դերը ճիշտ գնահատենք։ Դպրոցը գիտելիք եւ կրթություն տվող կառույց է։ Եվ եթե մենք զգում ենք, որ հավելյալ օգնության կարիք ունենք, եթե մենք զգում ենք, որ երեխան գերզգայուն է, իր համար ամեն դիտարկում եւ այլն, որովհետեւ մենք այս խնդիրներին հաճախ բախվում ենք նաև գերխնամքի արդյունքում։ Երբ որ ծնողը ուղարկում է դպրոց գերխնամված երեխա եւ այդ երեխան օրինակ սովոր չէ, որ 2 րոպե ուրիշ մեկը պիտի այդ ուշադրությունը ստանա։ Այս դեպքում ավելի լավ կլինի հասկանալ պատճառը, քննարկել կոնկրետ օրինակը, որ դեպքում է նման բան զգացել երեխան, ինչ եղել, իհարկե հրավիրել դպրոց, զրուցել, եթե կարիք կա առանձին զրուցել, ծնող, երեխա, ուսուցիչ հանդիպում կազմակերպել եւ այս բոլոր հարցերը միշտ զրույցի միջոցով կարելի է հարթել։ Ձևակերպում ունենք, լսենք եւ վերլուծենք։ Ես չեմ հասկանում, թե ինչու ձեր դպրոցը չի կարողանում լուծել այս խնդիրը։ Ինչու ոչինչ չեք անում։ Միանշանակ սխալ մոտեցում, ձևակերպում, որովհետև ընդհանրապես ցանկացած ձևակերպման մեջ ինքը շատ կարևոր է ճիշտ ընտրված բառերը, խոսքը, այսինքն յուրաքանչյուր խոսքի մեջ կա մի ուժ, որ դու մի բառով կարող ես այդ ամեն ինչը փշրել, զրոյացնել ու կարող ես լրիվ բարձրացնել։ Այստեղ ձևակերպումը միանգամից ոնց որ վճիռ էր, որ պնդում էր, որ դուք ոչինչ չեք արել եւ սկզբից իհարկե կարևոր է հետաքրքրվել ինչ քայլեր են ձեռնարկել, ինչ են արել, գուցե դպրոցը հենց ներկայացնի կամ ուսուցիչը ներկայացնի, թե ինչ են արել եւ իհարկե սա սեփական պատասխանատվության մասը դիմացինի վրա դնելու ձևերից մեկն է, իսկ ինքը ինչ է արել այդ խնդիրը լուծելու համար։ Դուք տրամադրված եք իմ երեխայի դեմ, դրա համար էլ նրա ամեն մի արտահայտություն ու արարք ուռճացնում եք։ Կարծում եմ այս արտահայտությունը ծնողի կողմից նվաստացնում է ուսուցչի կատարած ամբողջ աշխատանքը եւ ստեղծում է պաշտպանական ռեակցիա երեխայի կատարած վատ արարքների նկատմամբ։ Կային ժամանակներ, երբ երեխայի վատ արարքի համար պատժվում էր երեխան, իսկ հիմա դպրոցում երեխայի կատարած վատ արարքների համար շատ ժամանակ ծնողները փորձում են պատժել ուսուցչին։ Դրա փոխարեն կարելի է ուղղակի ուսուցչի հետ քննարկել, թե ինչ վատ արարք է կատարել երեխան կամ ինչ վատ արտահայտություն է երեխան դպրոցում օգտագործել ու խնդրի լուծումը փնտրել երեխայի կատարած արարքներում, ոչ թե ուսուցչի մեջ։ Այստեղ խոսքը նաև ուսուցչի կանխակալ վերաբերմունքի մասին է։ Ծնողն ասում է դուք տրամադրված եք իմ երեխայի դեմ։ Այդ է պատճառը, որ ուռճացնում եք նրա արտահայտությունը նաև ուսուցչին դարձնում է ստախոս, դուք տրամադրված եք, դրա համար ուռճացնում եք, այսինքն իմ երեխան չի կատարել որևէ վատ արարք, չի արել որևէ վատ արտահայտություն, բայց դուք ուռճացնում եք։ Կարծում եմ շատ անարդար է ուսուցչի նկատմամբ։ Ցանկացած կոնֆլիկտ իր լուծումը գտնում է, եթե առնվազն կողմերից մեկը սկսում է հասունի դիրքում լինել։ Այս պարագայում, եթե նույնիսկ մեղադրանքն է, կարևոր է գոնե մանկավարժը լինի հասունի դեպքում եւ փորձի ցույց տալ, որ որևէ միտում, եթե իսկապես չկա այդպիսի միտում, որտեղ գուցե իսկապես կա եւ ծնողը հայտնում է իր մտահոգությունը, բայց եթե նման բան չկա, ապա ուսուցիչը պետք է ցույց տա եւ քննարկի եւ բացատրի, որ այդ մտահոգությունը անհիմն է,
որ ինքը որևէ բան չունի երեխայի եւ իր նպատակն է երեխային ներգրավել եւ նորից ծնողին բերելով այդ դաշտ համագործակցության փորձի ստեղծել հնարավոր բոլոր պայմանները, որպեսզի իրենք կարողանան երեխայի համար ստեղծել առողջ մթնոլորտ։ Ի վերջո, երբ որ ծնողը տեսնում է, որ ձեր նպատակն է օգնել երեխային, պատրաստ է լինելու համագործակցության։ Այստեղ նաև պետք է կարևորել այն հանգամանքը, որ ցանկացած հարաբերության մեջ հնարավոր է սխալ եւ սխալվելու իրավունք բոլորս ունեն։ Պետք է փորձենք գիտակից լինել նաև այնքանով, որ ընդունենք մեր սխալը, դիմացինին ասենք, որ մենք գուցե ճիշտ վարքագիծ չէինք դրսևորել, սխալ արտահայտություն էինք արել եւ այլն, եւ փորձենք աշխատել մեր սխալն ուղղելու համար։ Դպրոցում կա դեռ սխալների ուղղում պրակտիկան։ Եթե կա, ուրեմն սխալների ուղղում անենք միասին։ Լիլիթ, չափազանց շնորհակալ եմ, որ այսօր ժամանակ գտաք, միացաք մեր քննարկմանը։ Մեզ համար շատ կարեւոր էր լսել մասնագետի դիտարկումները։ Ես նույնպես շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Հաջորդիվ խոսելու ենք մեկ այլ օղակի մասին՝ ծնող աշակերտ։ Ծնողի ներգրավվածությունը ուսումնական պրոցեսներում հաճախ է հիշատակվում երեխաների ուսումնական դժվարությունների հաղթահարման համատեքստում։ Բայց գոնե ես հաճախ տեսնում եմ, որ ասելով ներգրավվածություն, ծնողները հասկանում են երեխայի փոխարեն դաս անել կամ գնալ դպրոց ու լուծել երեխայի խնդիրները։ Ինչու է կարևոր ծնողի ներգրավվածությունը ուսումնական պրոցեսներում, ինչպես ներգրավվել եւ որտեղ է ոսկե միջինը։ Դիտենք տեսանյութը։ Միլենան 5-րդ դասարանի աշակերտուհի է, սովորում է միջնակարգ դպրոցում։ Ունի մտավոր զարգացման եւ խոսքի առանձնահատկություններ, ըստ այդմ լրացուցիչ աջակցության կարիք ուսումնական գործընթացում։ Որ ինքը տառերը պետքա սովորեր, թվերը պետքա սովորեր, շատ դժվար էր։ Ամեն անգամ գնացել եմ դպրոց, ամեն օրվա դասը ուսուցչի հետ նախապես քննարկելով, որ ինքը այնտեղ ինչ ձևի աշխատում էր, նույն մեթոդը կիրառեի տանը ես։ Տառերը նախապես գրում էի մեծ տառերով, ցույց էի տալիս, ասում էի, որ նայի այս օրինակ անա, արևի ան, հիշի արևը, ինքը անա, արև, արև, շունիկ։ Երեխան ունի նաև տեսողության խնդիր, ինչի մասին մայրիկը տեղեկացրել է ուսուցչին։ Միլենան նստում է առաջին շարքում, գրատախտակն ավելի լավ տեսնելու համար։ Բոլորը հասկանում են, անգամ երեխաներ, որ այդտեղ պետքա նստի Միլենան։ Ոչ մի ծնող չի տրտնջում, ոչ մեկ, իմ կարծիքով համագործակցության արդյունք է, մեկը մյուսին լսելով, հարգելով, ամեն մեկը իր տեղում, իր աշխատանքին։ Միլենան հաճախում է երաժշտական դպրոց, Դաշնամուրի դասարան։ Նոտաները սովորել է տեսողական հիշողությամբ։ Ուսուցիչը ցույց է տվել, թե որ նոտան որտեղ է, սովորեցրել անունները։ Աղջիկն անգամ հասցրել է ելույթ ունենալ լսարանի առջև։ Ինչպես դպրոցում, այստեղ էլ հաջողությունները ծնողի եւ ուսուցչի համագործակցության արդյունքն են։ Միլենայի հետ աշխատում է նաև դպրոցի հոգեբանը, վարքային խնդիրներ չունի, դասերին մասնակցում է հանգիստ։ Հոգեբանի ներգրավվածությունը դպրոցական միջավայրում մեծ կարևորություն ունի։ Օրինակ Շիրակացու ճեմարանում հոգեբաններն ակտիվ մասնակցություն ունեն ուսումնական գործընթացում։ Միշտ գնահատվում է, թե որքանով է երեխայի հոգեբանական խնդիրը ազդում ուսումնական գործընթացի վրա։ Եթե հոգեբանը տեսնում է, որ կա ուղիղ կամ ոչ ուղիղ ազդեցություն, ապա մշակվում են ուղղորդումներ ուսուցչական անձնակազմի համար։ Ուղղորդումները կարող են լինել արձագանքման ձևից սկսած, կամ կարող են լինել ուղղորդումներ, որ տվյալ փուլում, օրինակ երեխան կարող է հուզվել դասաժամին, X թեմաների քննարկման ժամանակ ավելի սուր արձագանքներ տալ, որպեսզի ուսուցիչը եւս պատրաստ լինի նման արձագանքների, չշփոթվի, իմանա ինչպես արձագանքել, աջակցի երեխային տվյալ իրավիճակում։ Երբ մանկավարժները նկատում են, որ երեխան ունի դժվարություններ ուսումնական գործընթացում, նախ անհատական զրույց են ունենում աշակերտի հետ, փորձելով հասկանալ պատճառները։ Հրավիրում են նաև ծնողին։ Ծնողի հետ քննարկում ենք երեխայի աշխատանքի պայմանները։ Ըստ այդմ դուրս ենք բերում խնդիրը, ներգրավում ենք նաև խմբի հոգեբանին եւ արդեն այսպես երակող հանդիպման արդյունքում մանկավարժ հոգեբան եւ ծնող հանդիպման արդյունքում փորձում ենք լուծումներ տալ իրավիճակին։ Ճեմարանի հոգեբանը բացատրում է, եթե աշակերտն ունի վարվելակերպի հետ կապված խնդիրներ, նրան պետք է բացատրել, թե իր վարքը ինչ հետևանքներ կարող է ունենալ։
Օրինակ, ինչպես կարող է դասապրոցեսը դրանից դուրժել, կամ եթե երեխան խոսում է կամ խանգարում է, ապա ինչ դժվարություններ ինքը կարող է ունենալ, նյութի որ մասը կարող է բաց թողնել եւ դրա արդյունքում ինչ դժվարություն կարող է ունենալ տանը, ասենք, յուրացման առաջադրանքները կատարելիս։ Երեխայի հասակակիցների հետ շփման, ինտեգրման խնդիրների դեպքում մանկավարժները փորձում են վերհանել դժվարությունների պատճառը։ Կարելի է սկսել ծնողի հետ երկխոսությամբ, պարզելու, թե այլ միջավայրում երեխան ինչպես է իրեն դրսևորում։ Մանկավարժի ժամերի ընթացքում կազմակերպում ենք համագործակցային բնույթի խաղեր կամ ուսուցիչների հետ որոշում ենք, որ ավելի շատ խմբային աշխատանքներում ներգրավեն, ավելի այսպես փոքրիկ դրական երեխայի դրական ձեռքբերումները անընդհատ շեշտադրեն։ Աշխարհի շատ ու շատ երկրների դպրոցներում ներդրված է ծնողի օր հասկացությունը։ Ծնողները կարող են մի ամբողջ օր անցկացնել երեխաների հետ, ծանոթանալ աշակերտների առօրյային, օգտվել ճաշարանից, տեսնելու ինչով ու ինչպես է սնվում երեխան, ներկա լինել դասապրոցեսին եւ դասամիջոցին։ Նման այցերը թույլ են տալիս ծնողներին տեսնել դպրոցի կյանքը ներսից, հետևել իրենց զավակների վարքին եւ անհանգստացնող որևէ բան նկատելու դեպքում զրուցել դպրոցի ղեկավարության հետ։ Ենթադրում եմ կհամաձայնեք, որ աշակերտական եւ ծնողական համայնքը քանակական առումով շատ ավելի մեծ է, քան մանկավարժականը։ Ըստ այդմ, տրամադրությունների, մոտեցումների եւ դրսևորումների շտկումը մեր համայնքում կարող է էապես ազդել մանկավարժականի վրա։ Մենք ուժ ենք, որը պետք է ճիշտ օգտագործել, եթե ցանկանում ենք, որ մեր երեխաները դպրոց գնան հաճույքով, լինեն մոտիվացված ու եթե անգամ չփայլեն ուսման մեջ, գոնե չկորցնեն զարգանալու, իրենց սիրելի ոլորտներում հաջողություններ գրանցելու մղումը։ Այդ ճանապարհը բռնել մեզ խանգարում են նաև դպրոցի, կրթության, ուսուցիչների մասին մեզանում արմատացած կարծրատիպերը։ Փորձենք թվարկել մի քանիսը ու վերլուծել։ Սիրելի մայրիկներ, անդրադառնանք այն կարծրատիպերին, որոնք գերիշխում են մեզանում ու փորձենք լսել ձեր գնահատականը։ Աննա, խնդրեմ։ Կարծրատիպերից մեկը այն է, որ ուսուցիչը հոգնելու իրավունք չունի, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ ուսուցիչը մարդ է, մայր է կամ հայր է, որը ունի իր պրոբլեմները, կենցաղը եւ հոգնելու իրավունք ունի։ Եթե երեխան թեկուզ գալիս է տուն ու դժգոհում է, որ այսօր ուսուցիչը մի քիչ այն չէր, ինչ որ իրենք սպասում էին, պետք չի ծնողը տենց միանգամից ասի, վայ, չի կարելի։ Բացատրենք երեխային, որ ինչպես ես եմ գնում աշխատանքի ու հոգնած գալիս եմ, չեմ ուզում շատ քո հարցերին պատասխանեմ, նենց էլ ուսուցիչը երբեմն կարող է տենց թուլություն թույլ տալ։ Կա կարծրատիպ, որ անկառավարելի դասարանների հիմնական մեղավորը ուսուցիչն է։ Ցավոք սրտի, մեղավորը չէ, բայց պատասխանատուն այո, որովհետև ամբողջ դասաժամը հենված է ուսուցչի այն հաստատած կարգ ու կանոնի վրա, որով պիտի առաջնորդվեն։ Եթե չեն հետևում եւ իրավիճակը դառնում է անկառավարելի, սա տարբեր պատճառներ կարող է ունենալ։ Ուսուցիչը հաջողություն կունենա այն ժամանակ, երբ որ նա լինի ավելի բաց, որքան ավելի համագործակցող լինի ուսուցիչը ծնողի հետ, դպրոցի հոգեբանի հետ, աշակերտների հետ ավելի մտերմիկ դաշտում շփվի, նա ավելի մեծ հաջողություններ կունենա իր մասնագիտական ոլորտում։ Բավականին տարածված կարծրատիպերից, որ երեխայի առաջադիմության պատասխանատուն հենց ուսուցիչն է, թերևս սխալ տարածված կարծրատիպ, որովհետև առաջադիմությունը երեխայի կախված է հենց առաջին հերթին երեխայից, հետո ծնող, երեխա, ծնող, ուսուցիչ այդ փոխհամագործակցության արդյունքից։ Երեխային պետք է բացատրել, երեխան պետք է հասկանա, որ ինքը սովորում է, ինչի համար է սովորում։ Ծնողը եւ ուսուցիչը իրենց հերթին այդ դժվար ճանապարհը պետք է օգնեն երեխային հաղթահարել, առանց դժվարություններից վախենալու ու միշտ պետք է այդ պայմանները ապահովեն, որպեսզի երեխայի մոտ երբեք առաջադիմության ցածր աստիճանը կամ բարձր աստիճանը ինչ որ մեկից կախված չլինի։ Այսինքն երեխայի համար չպայմանավորենք իր հաջողությունները մեկ ուրիշ անձով։ Այո, այո։ Շնորհակալ եմ, խնդրեմ։ Եվս մեկ կարծրատիպ, որը հաճախ առաջ են քաշում ծնողները, դա այն է, որ ուսուցիչը երեխայից դժգոհելու իրավունք չունի։ Ուսուցիչը կարող է դժգոհել երեխայից, ուսուցիչը կարող է բարձրաձայնել երեխայի սխալների մասին, ու ի վերջո մենք գալիս ենք նրան, որ միայն ու միայն ուսուցիչ, ծնող ճիշտ համագործակցության արդյունքում
հետագայում դպրոցից դուրս կգան բարեկիրթ մարդիկ ու երկրի արժանապատիվ քաղաքացիներ։ Ես վստահ եմ, մենք հեռանում ենք այստեղից որոշակի հետևություններ արած, նոր գաղափարներով զինված ու վստահ եմ, որ այս զրույցը նույնքան կարևոր է նաև մեզ դիտողների համար։ Շնորհակալ եմ շատ ձեր մասնակցության համար։ Մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ ծնողական ժողովի ընթացքում։ Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։